աչքերից չեմ հավատում, այս ինչ հաջողություն էր, կյանքիս մեջ 100 դրամ չէի գտե, հիմա մի անգամից 5000 դրամ։ Շնորհավորում եմ աղբերս, առաջինը լինի, վերջինը չլինի։ Դու ով ես։ Ես քո մեջ ապրող Սև կողմն եմ, ինձ կարաս կարճ ասես Սևո, եկել եմ օգնեմ, որ տեսնենք ոնց ենք ծախսելու ես գումարը։ Սպասիր Արամե, չլսես Սևոին, նրա խորհուրդները քեզ միայն վատ բանի կհանգեցնեն։ Իսկ մի րոպե, դու ով ես։ Արամե ջան, եթե նա քո մեջ ապրող Սև ու չար կողմն է, ապա նշանակում է, որ ես քո սպիտակ ու բարի կողմն եմ, չեմ հասկանում, դու ընդհանրապես ֆիլմեր չես նայել։ Արամե ջան, դու դրան մի լսի, ես հետ էլ չար չեմ, ես ուղակի Սև ճաշակով հագնվող, ճշտով ապրող տղա եմ։ Լսիր Սևո, չփորձես քեզ խորամանկի տեղ դնել եւ համոզել Արամեին։ Ես քո անցած կյանքի ճանապարհը փակ աչքերով եմ անցել ու լավ գիտեմ, թե դու ով ես։ Դու ոնց կարա իմ կյանքի քարքարոտ ու փոշոր ճանապարհ անցնել, այդ քո սպիտակ շորերով այս սուտասան։ Սուտասանը ինքդ ես տահակ։ Մի հատ երկուսուտի լռեք ու ասեք տեսնեմ, ինչ եք առաջարկում։ Ուրեմն տես, ինչ ես անում։ Քեզ լիքը պաղպաղակներ ես առնում այդ գումարով, գնում ես բակում, նստում ես ու սկսում ես մենակը տուտել։ Ընկերները նախանձից տարակում են, գալիս են, որ քեզանից խնդրեն այդ պաղպաղակը, դու էլ իրանց չես տալիս։ Գժվել ես Սևո, ինչեր ես խոսում։ Էգոիզմը շատ վատ բան է։ Արամե, չլսես նրան։ Ես ավելի լավ տարբերակ ունեմ։ Ուշադիր լսիր, թե ինչ պետք է անես։ Այդ գումարով գեղեցիկ ծաղկեփունջ ես վերցնում, հետո գնում ես տուն ու այդ ծաղկեփունջը նվիրում ես մայրիկիդ։ Մայրը շատ կուրախանա եւ կպարտանա քեզնով, իսկ դու քեզ հպարտ ու երջանիկ կզգաս, որ կարողացել ես ուրախացնել մայրիկիդ։ Հպարտ ու երջանիկ։ Ես ինչ հեքիաթային տեքստեր ես պատմում։ Լավաճ ասեցիր վերջում էլ երեքատ խնձոր ընկավ։ Մեկը պատմուղի գլխին, մեկը լսողի, մյուսն էլ Արամեի։ Եթե այսպես շարունակես, այդ երեք խնձորները գլխիդ կընկնեն։ Դու աչքիս տեղը չես բերում, հա ում հետ ես խոսում։ Բարերը ճապավորի տեչը կչարանամ քո հանդեպ։ Չչարանաս երբեք, մնա միշտ սիրտդ Մի հատ երկուսուտի լռեք ու ասեք տեսնեմ, ես այս գումարով ինչ անեմ։ Ինչ պետք է անես, մայրիկին ծաղկեփունջ։ Չէ, լիքը պաղպաղակ ու էգոիզմ։ Ասացի մայրիկին ծաղկեփունջ։ Ասեցի պաղպաղակ ու էգոիզմ։ Ծաղկեփունջ։ Պաղպաղակ։ Մայրիկը սրբությունա։ Պաղպաղակը հումովա։ Մաման կուրախանա։ Դու կկշտոնոս։ Լուր։ Ապել լավա ծաղկեփունջ վերցնեմ։ Մամային ուրախացնեմ։ Մաման էլ ինձ այդ առիթով հաստատ պաղպաղակ կառնի։ Ապրես Արամե, ես հպարտ եմ քեզնով։ Բայց դու ինչ հարամ մար դուրս եկար Արամ է։ Ավել ճիշտ այ հարամ է։ Գնացի է։ Իմ սիրտ, իմ կյանք։ Բալես պապանա տվեր ծաղիկների փողը։ Չէ, մամ։ Բայց ես որտեղից գումար։ Ետնից եմ գտել, մամ ջան։ Ոսթե գետնից ես գտել։ Գետնից գտել ես ու չես վերադարձել տիրոջը։ Հա, բայց մամ։ Ես քեզ չէի ասել, որ գետնին բան ես տեսնում չվերցնես։ Հիմա փողա վերցնում, հետո ուրիշ բան կվերցնի։ Իմ երեխան գող է մեծանում։ Մամ, հա, բայց ես Ոչ մի բայց, այ ստահակ, այ հիղար։ Գնա սենյակը դուրս չգաս։ Հորդ եմ զանգելու։ Արամե, հա, հիմա ինչ ես ուզում։ ասում եմ ամեն դեպքում պաղպաղակ ու էգոիզմ։ Давай. Обдявку надо, давай, я. Լավը հա Սարայ աղբեր։ Ես մի 2-3-4 ժամը խաղում եմ, անում եմ ջարտը տամ։ Ես դեմքից էդ խիախունքի հոտ գալիս, բան ա եղել։ Ես իմ է։ Լավ լարի գնանք պատմի, լպատմի տրում ինչ։ Դե ասա, լսում եմ ուշադիր։ Ինչ պետք է լինի։ Անին այսօր նորից ինձ մերժեց։ Այ հիմա հասկանում եմ խիա դեմքից էդ խնկի հոտ գալիս։ Լավ էլի երո։
Իմ սև սիրտքո վարդագույն ու տափակ կատակները։ Երո ես մի տարի է Անիի հետևից շամպես ընկած եմ, բայց ինքս կին շանտեղ չի դնում։ Դե ուրեմն ժամանակն է հասկանաս, որ Անին դուր չի գալիս քո շանտեսակը։ Իրան դուր են գալիս օրինակ ավճարկեքը, ոչ թե ռոմանտիկ պուծելը։ Լավ էլի երո, ախր ես Անիին շատ եմ սիրում։ Ամեն ձև փորձում եմ մոտենամ, համոզեմ, բայց չի ստացվում։ Էն այսօր էլ ծաղիկ որոշեցի տանեմ տամ, ծաղիկը հետ տվեց։ Նու գլխիս։ Ապեր, արի դու յանտուր Անից, համ ժամանակդ կխնայես, համ քեզ կխնայես։ Համ էլ կարող է տեսնում ենք, որ Անիի կյանքում ուրիշ շուն կա։ Անգեր, դենց ավելի թեթև կլինի քո համար։ Երո շատ հեշտ ես եմ մտածում։ Կարող է հակառակն ա լինում։ Կարող է պայքարում եմ ու հասնում եմ իրան։ Այդի որ ասացիր, գլխիս վերևի լամպուշկեն վառվեց։ Լավ միտք կա։ Այսինքն լսի։ Մեր շենքի վերջին հարկում ապրում է մի հատ բախտագուշակ։ Տոմա Տոտան։ Կգնանք իրա մոտ, ինքը կնայի քո ապագան, եթե ձեր մոտ ստացվում է, կպայքարես։ Եթե չէ, կթարգես շնավարի ապրելը կդառնաս նորմալ մարդ։ Լավ էլի ապեր, ես տես բաների չեմ հավատում։ Ապեր, Տոմա Տոտան լրջագույն պերսոնա է։ Ինքը վաղտին Վանգայի հետ ոտ էր գցում։ Էս վերջերս կանխագուշակեց, որ բիտկոյնի գները հելնելու է, տունը գրավ դրեց, բիտկոյնը առավ, թանկացավ, ծախեց, դզվավ։ Դե լավ, որ տենց ես ասում, արի գնանք։ Դե արի։ Բայց ապեր ձեր տանը որտեղ կարամ մի հատ լվացվեմ։ Զուգարան ես ուզում գնաս, ասա գնում եմ զուգարան։ Հենա, այնտեղ։ Չէ, դե համել լվացվեմ, էլի։ Դե գնա, լավ։ Բարև Տոմա Տոտա։ Բարև, Էրիկ, Ինքը իմ ընկերն է, Ճիշտ է, ես Սամվել, ճիշտ է, ես ուզում եմ դու ուզում ես, որ Անին քեզ շանտեղ դնի, ճիշտ է, ձեռդ տուր, Երկու զուգահեռ գիծ եմ տեսնում։ էդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ երկար ժամանակ Անիին հետապնդում ես, բայց բան չի ստացվում, ձեռդ տուր։ Գծերը խաչվում է։ Էդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ երկար եթե հետապնդես, ինչ-որ մի բան կստացվի։ Մի քիչ է պիտի մոտիկից նայեմ։ Շոսկացա Տոմա Տոտա, էս ինչ էր նշանակում։ Այս նշանակում է, որ զուգարան գնալուց հետո ձեռքերդ լվա, փնթի։ Շան հոտ է գալիս։ ասում ես գնում եմ լվացնել։ Կանարի, Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ,
Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում, Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Էնորել մի կին է եկել երեխայի հետ, ասում է բժիշկ ջան, երեխաս ամեն գիշեր 4 անգամ տակը ճիշի կանում։ Ասում եմ տիկին ջան, սա լոգոպեդի կաբինետ է, դուք այդ հարցերով պետքա ուրիշին դիմեք։ Ասում է չէ, մենք հենց ձեզ մոտ ենք եկել։ Оказывается, պրոբլեման կայանում է նրանում, որ այս երեխան, երբ որ տակը ճիշի կանում, գոռում է մամա, իսկ մաման ուզում է որ չգոռա մամա, նաստրոյկեքը փոխեմ, գոռա պապա։ Ասում ախր ես կոմպյուտերչիկ չեմ, ուրիշ գործով եմ զբաղվում ես։ Բայց Սա որ ասես զենգինի պրոբլեմա, ես հասկացա, որ սրա տակը մի բան կա։ Ուրեմն պացիենտիս ասեմ, սրանից 300,000 դրամ գումար վերցրեցի, սրա երեխային կանչեցի մոտս, ասեցի, լսի քեզ ինչ եմ ասում, մալենկայա բուլոչկա, եթե մյուս անգամ մամա ես գորացել ճիշի կանելուց հետո, ես ասեղով կվերցնեմ ենքան տուտուզդ կծակեմ կքորքոտի, հասկացար ինձ։ Դրանից հետո այդ երեխեն մամա բառը մոռացա, պրիստավլյայես։ Բայց հալալա քեզ ձյաց լիպարիդ։ Վեկ ժիվի վեկ ուչի սետրակ ջան։ Հələ պատմի տեսնեմ լեզվիտ պրոբլեման, սաղ անցավ, նորմալ է սաղ։ Ցավը տանեմ, քո նշանակած բուժումից հետո խոսքս նես պարզ ու մաքուր է դառել, որ ընկերներս համոզում են գնամ հաղորդավար դառնամ։ Շատ լավ է սետրակ ջան։ Ուրեմն մենք հասել ենք մեր ուզածին, ամեն ինչ շատ լավ է եղել։ Հələ պատմի տեսնեմ, բա ինչի ես եկել։ Լիպարիդ Պետրովիչ ձյա։ Ճիշտ ասած եկել եմ քեզ մի փոքր շնորհակալություն հայտնեմ։ Ախր մենք հարազատ մարդիկ ենք, շնորհակալության կարիք չկա, սետրակ ջան, վայ։ Նեղացնում ես ցավը տանեմ։ Փոքր նվեր է, բայց մեծ սրտով եմ բերել։ Ладно, լավ, հələ տեսնեմ, էդ ինչ ես բերել ինձ։ Տղերք, Ситрак, что это такое? սառնարանա ցավը տանեմ, որ սաղ դեղրդ մեջը դնես։ Ситрак, ты просто сумасшедший, տղա ջան, ես ինչ ես արել, ախր կարիքը չկար հասկանում ես։ Նեղացնում ես ձյաց լիպարի։ Լավ, շատ շնորհակալ եմ նվերի համար, օպրես շատ։ Բարև ձեզ, բժիշկ ջան կարելի է։ Բարև ձեզ, մտեք։ Սետրակ։ Սետրակ։ Դե ես գնամ ձյաց լիպարիդ, կապի մեջ կլնենք։ Պապային բարևներ, տղա ջան, գնամ։ Դե ասեք տեսնեմ չում պրոբլեմա։ Բժիշկ ջան, ճիշտն ասած երեխաս արդեն 2 օր է ինչ որ անհասկանալի լեզվով է խոսում։ Ինչ ասում է ոչ մի բան չենք հասկանում։ Ասում եք անհասկանալի լեզվով է խոսում, հա։ Բալիկ ջան, դու քանի տարեկան ես։ Կճի պալակաճետա։ Լավ, շատ լավ է։ Իսկ որտեղ ես սովորում։ Դպրոցում է սովորում։ Успокойтесь, женщина։ Բալիկ ջան, որտեղ ես սովորում։ Կճի պալակաճետա, պճիկը։ Ладно, все понятно։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում տղա ջան, եթե դու հենց հիմա ոսկեղենի քայլերով չես բացատրել թե ինչի ես անհասկանալի լեզվով խոսում, ես այս սպրիչը տեսնում ես կծակեմ տուտուզդ 7 օր, օրը 4 անգամ հասկանում ես տղա ջան։ Լավ, կասեմ։ Չհասկացա։ Успокойтесь, женщина։ Ամեն ինչ սկսվեց նրանից,
որ 2 օր առաջ դպրոցում մեզ անգիր հանձնարարեցին։ Ես էլ չկարողացա սովորեմ։ Եթե մամային ասայի չէի ուզում գնալ դասի, գլուխս կջարդեր։ Եթե գնայի դասի 2 ստանայի, էլի գլուխս կջարդեր։ Դե ես էլ որոշեցի անցնեմ այս քայլի։ Այսինքն դու բոլորից հիմարի տեղ ես դրել։ Արդեն 3-րդ անգամ եմ կրկնում, Ժենշինա, ուսպակոյցիս։ Տղա ջան, դու դրսում սպասի։ Ուրեմն տեսեք, ձեր երեխայի մոտ դեպրեսիոն շրջան է, հասկանում եք, դեպրեսիվնայա ֆազա։ Դա նշանակում է, որ երեխան ունի ջերմության կարիք, ու նա անելաների իրավիճակներից ելնելով խոսում է այդպես, անհասկանալի լեզվով։ Բա հիմա ինչ պետք է անենք։ Նորից եմ կրկնում, երեխայի հետ պետք է ջերմ շփվեք, որ նա զգա այդ ջերմությունը ու չխոսի էլ այդպես, հասկանում եք։ Հասկացա, շնորհակալ եմ շատ բժիշկ ջան, կասեք ինչ պետք է վճարեմ։ Ընդամենը 300,000 դրամ։ Քարտով եք վճարելու թե կանխիկ։ Բճկլը։ Ինչ եք խոսում տիկի ջան։ Բճկլը։ Ես ինչ եք խոսում, չեմ հասկանում, ուր եք գնում տիկի ջան, ոստակի женщина самостоятельность։ Նստեք երեխեք։ Երեխեք ջան, ունեմ նորություն ձեզ համար։ Մեր խմբակ բերում են նոր աշակերտ։ Նա ունի մի փոքր առանձնահատկություն։ Հանկարծ չլինեմ չիմանամ ինչ որ մեկը որոշել է ծիծաղել նրա վրա։ Բա Մոչի ընկեր Հովանեսյան, այսքան ժամանակ ում եք զերարել։ Լսիր վրեժ, դու մտածում ես մոռացել եմ, որ անցած տարի մեծ քթով գարիկը ձեր պատճառով դուրս եկավ այս դպրոցից։ Բարին էլ էդ էր, թե չէ դասանի ամբողջ օդը շնչում էր, դասի կեսի շունչներս կտրվում էր։ Իա մի հատ լվերջ։ Ընկեր Հովանեսյան, իսկ մեր նոր աշակերտը ինչ առանձնահատկություն ունի։ Դե Անժելա ջան, ինչպես ասեմ, նա մի փոքր որ նա շատ բարակ ձայն ունի։ Իա, նես դուք բոլորդ իդեալական եք, հիմա էլ ծիծաղում եք։ Իհարկե ոչ, ընկեր Հովանեսյան, մեր դասանում էլ շատ առանձնահատուկ մարդիկ կան։ Օրինակ Կարենը, ականջ այնքան մեծ է, միջանցքի ձայները ստեղից լսում է։ Չէ Կարեն։ Հայկաս ոնց որ երկացում ես, քեզ չափի այդ մեջ բայ։ Հələ երկու ֆուտբոլ վերջացրեք։ Հիմա ես գնում եմ այդ երեխային ներս հրավիրեմ։ Հանկարծ ինչ որ մեկը եթե որոշել է հիմար կատակներ անի ու երեխային ձեռք կանի, այսպես կբռնեմ ձեր ակաժներից կտանեմ տնօրին մոտ եւ դուրս կնետեմ դպրոցից, հասկացանք իրար։ Դե նստեք, հավուր բաճաճի, ես գնացի կար։ Երեխաներ ջան, ծանոթացեք ձեր նոր դասընկերոջ Համլետի հետ։ Բարև ձեզ։ Համլետ ջան, կարող ես արդեն մոտիկանալ երթուք ծանոթանալ, խնդրեմ։ Ախպերս, անունս Համլետ է։ Բարև ախպերս, աջելի է։ Համլետ, սիրում եմ գրքեր կարդալ։ Հայկաս, սիրում եմ գրքերի մեջի նկարներ նայել։ Համլետ, սիրում եմ TikTok-ներ նկարել։ Սոնա, չեմ սիրում TikTok-յան վիդեոներ նկարողներին։ Համլետ, սիրում եմ սուր կատակներ անել։ Անժելա, սիրում եմ տափակ կատակներ լսել։ Համլետ, հուսով եմ կընկերանանք։ Ասում եմ անունս Համլետ է։ Իսկ քո անունը ինչ է։ Ախպերս, կարող է չես ուզում ծանոթանաս։ Համլետ ջան, արդեն ծանոթացար քո դասընկերների հետ, խնդրում եմ արդեն դրսում սպասիր, ես կգամ դպրոցի հետ կծանոթացնեմ, Ռուբեն, ես ձեզ ասեցի հիմար կատակներ չանեք, իսկ դուք արդեն սկսած չսկսած հիմարություններ եք անում։ Եթե քան մտածել եք, որ դուք նրան ձեռք եք առնում, այս ես ասում, բռնելու մոկոնից դուրս նետեմ դպրոցից։ Ընկեր Հովանեսյան, որ ծանոթանայի հաստատ է ժամանակ կմտածել, որ ձեռք եմ առնում։ Մոռացել որ քո ձենն իր ապարակ, նա մի շաբաթ չխոսած միջի հասկանում։ Ոնց ասեք ընկեր Հովանեսյան։ Բայց մի րոպե, որ չխոսած ոնց է վկայել, դասերը ոնց է բաղել, ընկեր Հովանեսյան, ընկեր Հովանեսյան։ Թե ամեն բան քեզ թվում է կախարդանք,
Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք, եթե քո սիրտը բաբախում է շատ արագ, դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ։ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ, դու մի զսպիր էմոցիաները ծիծաղի լիաթոք։ Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա, ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա։ Էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնչի, երգը որ տակ պիտի պարենք, էմոջի, էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնչի, երգը որ տակ պիտի պարենք, էմոջի, էմոջի։ Քո աչքը ուրիշ ունեցած կին է դու նախանձես, չգիտես քո կինը մոռացիր ենինը, չէ որ առաջինը ու կարևորը, որ ուրախ անցկացնես քո ամեն օրը, ու ինչքան էլ կողքից խանգարեն, ու ինչքան էլ քո վատ ուզեն, չընկճվես, չտխրես, չնեղվես, պետք է դու գիտակցես, որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին։ Դու լավ կանես լինես բարի ու կամեցող, որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով, դու միշտ հիշիր, որ գլխավոր զգացմունքը սերն է, էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր, էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնչի, երգը որ տակ պիտի պարենք, էմոջի, էմոջի, Emoji, 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 emoji. Էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնչի, երգը որ տակ պիտի պարենք, էմոջի, էմոջի, մի ամաչիր, քո զգացմունքները ճանաչիր, մի հառաչիր, ու քո ընկերներին կանչիր, ու թող խնչի, երգը որ տակ պիտի պարենք, էմոջի